Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Հմայակ Հովհաննիսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Հովհաննիսյան։ Ես նույնպես ձեզ ողջունում եմ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, եւ ես ներկայացնեմ մեզ լսողներին, մեզ դիտողներին այն լավ լուրը, որը մեզ շատ ուրախացրեց եւ ինձ եւ ձեզ եւ կարծում եմ հազվադեպ են լավ լուրերը, բայց լավա որ այս 5 նոր տարու առաջին օրն է այսօր։ Ես կարծում եմ այո, դա է հետաքրքիր զուգադիպություն։ Նոր տոմարով նոր տարու օրերին մենք բարձրաձայնեցինք այս խնդիրը, իսկ Ես հիմա կներկայացնեմ ձեր թույլտվությամբ։ Մեկ շաբաթ առաջ մեր հարցազրույցի ընթացքում պարոն Հովհաննիսյանի հետ պարոն Հովհաննիսյանը պատմեց մեկ մարդու մասին, ով այս ցրտերին, երբ որ գիշերը -15 աստիճան ցուրտ էր, հայտնվել է փողոցում եւ փողոցում է ապրում։ Տղան կարծես թե ձեր ներկայացմամբ խաղամոլության կազինոյում պարտվել էր եւ հայրը հայտնվել է փողոցում։ Չանցավ մեկ օր անգամ, երբ մեզ զանգահարեցին մերոնց տուն խնամքի կենտրոնից եւ պատրաստակամություն հայտնեցին, որ կարող են ճիշտ է ժամանակավոր, բայց կացարան տրամադրեն այդ մարդուն։ Մենք խորհուրդ տվեցինք, ուղղորդեցինք նրանց դեպի պարոն Հովհաննիսյանը եւ պարոն Հովհաննիսյան, ինչ եղավ հետո։ Ինչ եղավ հետո, նախ ես ասեմ այն, որ ես ճիշտն ասած չէի սպասում, որ Կարձագանքի այդ խնամքի կենտրոնը, ես իմ խոսքը, եթե հիշում եք, հասցեագրել էի Միչայլոց օպերատորը ճիշտ կանի այդ կադրը, որ մենք ցուցադրեցինք նոր տարու առաջի օրերին։ Ինչից ամենից սկսեց, առաջին։ Եթե կարելի է, ահա, տեսնում եք, դուք տեսնում եք էկրանի վրա ինչ վիճակ է, սա Մոսկովյան 31 հասցեն է, Բայրոնի գրադարանի պատի տակ, ահա արդեն որ երրորդ տարին է, ապրում է այս մարդը, եւ մարդ բնիկ Երևանցի, մտավորական, բարձրագույն կրթությամբ Վիգեն Մամիկոնյան, շատ լավ ընտանիքից, իր ուրեմն քույրը Ջոն Կիրակոսյանի կինն էր, լուսահոգի կինն էր, եւ պատահական չի, որ հենց այդտեղ էր ընտրել իր, այսպես ասած, բաց երկնքի տակ բնակության վայրը, որովհետեւ այդտեղ այդ նույն շենքի վրա փակցված է Ջոն Սահակովիչի հուշատախտակը, եւ այս մարդը երևի թե եւ ոչ մի չինովնիկից, եւ ոչ մի պաշտոնյայից իր վիճակին հաղորդակից դառնալու եւ իրեն օգնելու պատրաստակամություն չստացած, որոշել էր երևի թե պաշտպանություն գտնել Ջոն Սահակովիչ Կիրակոսյանի մեծ գիտնականի հուշատախտակից, որ այդտեղ էր։ Բայց դա չաշխատեց, չէ՞, պաստորեն։ Գիտեք, նախորդ տարիները ձմեռը այդքան ցուրտ չէր։ Այս տարի այդ ամանորյա օրերին դաժան ցրտեր էին, մանավանդ գիշերները, 17 աստիճան ցուրտ, այդ մարդը այնտեղ պարկած, գիշերում էր այդ ուրեմն պայմաններում, եւ դրա համար էլ ես ուրիշ ճանապարհ Ձեզ դիմեցին, զանգահարեցին, օգնում են իրան ամեն ինչով ինչ հնարավոր է հասարակ մարդիկ, իրեն նման հասարակ մարդիկ, բայց նկատեք, որ այդ շենքը համարում են մեծահարուստների շենք, այդպես է ստացվել, որտեղ այս տարիների ընթացքում այն հին մտավորականությունը, որ խորհրդային տարիներին բնակարան էր ստացել այդ շենք, բնակարաններ էին ստացել այդ շենքում, նրանք հիմնականում վաճառեցին իրենց բնակարանները, հեռացան, օրինակ մեր մուտքում, որտեղ ես եմ բնակվում, 12 բնակիչներից մնացել են միայն 3-ը, որ նախկինում ապրում էին, այն մյուսները 9 վաճառել են բնակարանները, նորեր են եկել, ըստ որում այդ նորերը շատ հարուստ են, կան մարդիկ, ովքեր ունեն 3 բնակարան, օրինակ մեր մուտքում Էդուարդ Աղաջանյան պատգամավոր ազգային ժողովի, ձեզ քաչ հայտնի պատգամավորը, որը Իմիջայլոց 18 թվականից հետո փոփոխությունից իշխանափոխության Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար էր նշանակվել, հետո արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, այդ շենքում այդ մեր մուտքում միայն ունի 3 բնակարան, գնել է բոլորը եւ այլն։ Եվ նաեւ ռեստորան Բելետաժ։ Այդ Բելետաժ ռեստորանում ուրեմն մեր քաղաքական բոմոնդն էր հավաքվում։
Արարատ Միրզոյանը դեսպաններին քանիցս բերել այդտեղ ճաշկերույթների։ Դա այսինքն այդ տեսնում էին այդ մարդուն, բոլորը տեսնում էին, կարծես չէին տեսնում էին եւ չէին տեսնում։ Տեսնում էին եւ չէին նկատում։ Այո։ Հասկանում եք, այդ մարդը այդտեղ պարտկած, դա ուղղակի գիտեք ինչ, ես կասեմ այսպես, որ չլսված բան է, մեր սահմանադրությունում արձանագրված է, որ մեր պետությունը սոցիալական պետություն է եւ հարց է առաջանում, լավ, եթե սոցիալական պետություն է, բա մարդկանց վիճակի մեջ չեն մտնում, ի վերջո այս մարդու պատմությունը շատ հասկանալի է, գիտեք ինչ, ով էլ ինչ ուզում է ասի, բայց երիտասարդությունը այսօր չի գտնում հնարավորություն վաստակելու, որպեսզի ընտանիք կազմի։ Չեն գտնում այդ հնարավորությունը։ Վերջերս ես մի պետական հիմնարկում էի կադաստրում եւ այնտեղ 12 պատուհաններից միայն 2-ն էին աշխատում, ես ասեցի լավ, այս 12 պատուհանները հերթ եք ահռելի առաջացրել, այս ինչու է այսպես, ասեցի, բա մարդ չկա, որ ընդունվի աշխատանքի, ասեցի, բա ձեր հայտարարությունները ես ուզում եմ տեսնեմ, պետին ասեցի, ուզում եմ տեսնեմ, մատյանը բացեք, ասում հայտարարություններ ենք տվել, աշխատող չենք կարողանում վերցնել, որտեղ այդ աշխատավարձով չեն համաձայն, ասեցի, ինչ աշխատավարձ, 150,000, 160,000 աշխատավարձ այդ կարգի մաքուրով, ես տեսա այդ ուրեմն հայտարարություններում, որոնք իրենց կայքում իբր կան։ Հասկանալի է, որ այսօր, քանի որ գրերը աճում են, մարդիկ երիտասարդները չեն կարողանում ընտանիք կազմել, ուրեմն գնում են կազինո, հեշտ որպեսզի շուտ վաստակեն, հասկանում եք, չեն ստանում այն վաստակը, որը հնարավորություն կտար ընտանիք կազմել եւ այլն, սա լուրջ սոցիալական խնդիր է, մենք այսօր ես պարզ ասեմ, մեր երկրում սոցիալական աղետ է, մեր երկրում այսօր սոցիալական աղետ է եւ այս մի դրվագը, այս մի փաստը ցույց է տալիս այդ աղետը պարզապես մարդկային դեմքով է ցույց տալիս, մարդու դեմքով է ցույց տալիս։ Եթե կարելի է ցուցադրեք այն ֆոտոշարքը, որը տրամադրել է մեզ պարոն Հովհաննիսյանը, եւ դուք պատմեք այնուամենայնիվ ձեզ դիմեցին այդ խնամքի կենտրոնից, ինչ եղավ հետո։ Գիտեք, ինձ դիմեց, այ տեսեք, այս սոցիալական այդ մերոնց տունը խնամքի ուրեմն կենտրոնի խնամքի եւ ուրեմն ժամանցի, այո, խնամքի եւ ժամանցի կենտրոնի աշխատակիցն է, որը իմ ներկայությամբ ես եմ նկարել սա, իմ ներկայությամբ ուղեկցում է արդեն այդ մերոնց տուն կենտրոն, որտեղ ուրեմն այդ կենտրոնի տնօրենը Անգին անունով, Տիկին Անգին, այսպես ասեմ, որտեղ ես ազգանուն չգիտեմ, Անգին անունով զանգահարեց ինձ, ներկայացավ, ասեց, որ նայել է, լսել է եւ ուզում է օգնի, ասեց, որ իրենց մոտ այն ուրեմն մարդկանց ծնողներն են, ովքեր աշխատում են արտասահմանում եւ նրանք խնամքի կարիք ունեն այդ ծնողները եւ դրա համար վճարում են իրենց զավակները, բայց այս դեպքում հաշվի առնելով այն, որ մարդը այդ վիճակում է եւ ի վիճակի չի վճարել, ուրեմն բարեգործության կարգով իրենք կազմակերպեն թեկուզ ժամանակավոր ուրեմն Վիգեն Մամիկոնյանի Ես կխնդրեմ ցույց տալ այդ լուսանկարը Վիգեն Մամիկոնյանի, եթե կարող եք առանձին ցույց տալ։ Սա արդեն խնամված, որտեվ առաջին տեսանյութը, որ դուք ուղարկեցիք, իրենք էին ուղարկել այնտեղից, ճիշտ է, արդեն խնամված էր, բայց մազերը շատ էին, մորուքով էր եւ այլն, շատ անխնամ վիճակ էր, այսպես ասենք։ Ինչպես կարող է լինել մարդը, եթե ապրում է այդպիսի դաժան պայմաններում։ Հիմա արդեն ես տեսնում եմ, որ այո, մորուքը չկա եւ մազերն էլ կտրել են։ Շարունակեք, պարոն Հովհաննիսյան։ Այո, այնտեղ լողացրել են եւ այլն, մի խոսքով հագուստ են տրամադրել, այսինքն հոգ են տանում մարդու համար, բայց
Տիկին Առաքելյան, ես սպասում էի, ես դիմում էի, հիշեք, ես դիմում էի մեր պատգամավորների, ես դիմում էի Գագիկ Ծառուկյանին, որը այդ շենքում բնակարան ունի, իր առաջի բնակարանը Երևանի կենտրոնում եղել է այդ բնակարանը, այդ շենքում։ Ինքը այնտեղ բնակարան ունի։ Ես դիմում էի նրան, որ բարեգործներին, որ շուտով պետք է գնան շախով շուխով ընտրությունների, եւ պետք է խոսեն այն մասին, որ իրանք մեծ բարեգործներ են։ Ես դիմում էի նրանց, ես չէի ակնկալում, որ ուրեմն ես գիտեմ մեր ժողովուրդը շատ գթասիրտ է, շատ լավ ժողովուրդ ունենք, այս մարդուն պահել են հասարակ մարդիկ։ Հասարակ մարդ, ես էի տանում հաց, այն մյուսներն էին տանում հաց, այդպես պահել են 5 տարի, բայց եկավ այդ դաժան ձմեռը։ Եվ նոր տարու օրեր, եւ նոր տարու օրերին ես դիմում եմ այս օլիգարխներին, դիմել եմ այս պատգամավորներին, որ նոր ստացել են 3 միլիոն պարգևավճար, ինչի համար եք ստացել պարգևավճար, որ 5 տարի այս մարդը փողոցում պարգել է այս վիճակում, ապրել է այդ պայմաններում, ձեր աչքի առաջ, մի րոպե, մեր բոմոնդը հավաքվում էր այդ Բելետաժ ռեստորանում, այդտեղ բոլորն են, այդտեղ Նիկոլ Փաշինյանից սկսած բոլորը եղել են, դա Էդիկ Աղաջանյանի ռեստորաններ, հենց դիմաց։ Հիմա ես ձեզ ասում եմ, հիմա ուշադիր լսեք ինձ։ Եթե դուք ձեր այդ պարգևավճարները չտանեք այդ մերոնց տուն եւ այլ նման կարգի գթասիրտ կազմակերպություններին, որոնք իսկապես հետաքրքրվում են, որոնք տեսակ լսեցին եւ գտան ինձ, գտան ուրեմն այս Նոյան Տապանի խմբագրությունը, զանգահարեցին խմբագրության միջոցով պարզեցին իմ տեղը, զանգեցին ինձ, հոգ տարան, տեղավորեցին եւ այլն։ Այս կարգի կազմակերպություններին պետք է տրվեր այդ պարգևավճարը, ոչ թե ձեզ պետք է տրվեր, որ դուք հիմա գնայիք եւ գոնե նոր տարվա օրերին լավ այդ տիկին անգինը մերոնց տան տնորենը լսում է այդ ելույթները արձագանքում է նման փաստերին, որտեվ այդ մերոնց տուն ասեմ տիկին Գայանե, ասեմ մերոնց տուն այդ կազմակերպությունը գտնվում է Նորք Մարաշում, ուրեմն բուժ աշխատողների 1 կոտորակ 1 հասցեով, բուժ աշխատողների փողոց 1 կոտորակ 1 հասցեով, մերոնց տուն, դա գտնվում է Հին Նորքում, հասկանում եք, իսկ թաղապետարանը գտնվում է 10 մետր հեռավորության վրա այնտեղից, որտեղ 5 տարի այս դաժան պայմաններում ապրել է այս մարդը, թաղապետարանը, իսկ Բելետաժ ռեստորանը, որտեղ ըմպում են սուրճ, ամառները այդ բանի տակ, ուրեմն դրսում, հենց դուս այդ մարդու վրա է այդ տեսարանը, դուս հենց այդ որ նայես այդտեղ այդ Բելետաժ ֆրանսիական ռեստորանը Էդիկ Աղաջանյանի պատկանող, դա դրա ընտանիքի, այ հենց դեմ դիմաց այդ մարդուն, 5 տարի սրանք, այս մեր բոմոնդը, այս մեր դեպուտատները եւ այլն, այդտեղ նստած տեսել են այդ մարդուն, որևէ մեկը մոտեցել է, նրան հարցրել է, հայրիկ, ես ինչի ես վիճակում, ես ինչա պատահել, որևէ մեկը, որևէ մի հոգևորական կողքի, չէ, այդ կաթողիկոսի նստավայրն էլ գտնվում է ընդամենը մի 50 մետրի վրա, 100 մետրի վրա այդտեղից։ Բա այնտեղից ինչ-որ մեկը եկել է, թե այս մարդը լավ էս ոնց է ապրում, բայց չէ որ մենք բարձրաձայնեցինք դա Սուրբ Ծննդյան նախօրյակին, եւ ես ուղիղ դիմեցի ձեզ, դուք չարձագանքեցիք, դե իմացեք մի բան, որ եթե դուք ձեր պարգևավճարները խելոք չտանեք այդ կազմակերպությանը եւ մյուս նման տիպի հոգատար կազմակերպություններին չհանձնեք, որտեղ դուք արժանի չեք այդ պարգևավճարը 3 միլիոն ստանալ։ Ես որ նախկին դեպուտատ ասում եմ, երբեք այդպիսի պարգևավճարներ մեր պարլամենտի պատմության մեջ չեն եղել։ Այդ էր պակաս Կարեն Սերոբ չիմանար, որ ուրեմն պարգևավճար են բաժանում այն դեպքում, երբ որ կան երկրում թեկուզ 10, թեկուզ 20 աղքատ, իսկ մեզանում աղքատության մակարդակը հասել է բազմաբնակության կես աղքատա։ Իսկ ծայրահեղ աղքատների թիվը 20% է։
Հասկանում եք, այս պայմաններում ո՞նց եք դուք 3 միլիոն պարգևավճար ստանում։ Տարեք այդ պարգևավճարները քանի շուտ է, տվեք, թե չէ ես անուն անառուն ասելու եմ բոլոր նրանց, ովքեր սուրբ ընտելով անուններ եմ տալու, ում ես տեսել եմ, որտեղ ես այդտեղ եմ ապրում։ Ես անընդհատ տեսնում եմ, այդտեղ նստած սուրճ են խմում, այս ինչ մարդ, այս ինչ անհամայնիկ չան, դեպուտատներ, ես ինչ օլիգարխներ եւ այլն, իրանց սիրած տեղն է եղել։ Դուք գիտեիք այս պատմությունը, իրավունք չունեիք դուք 3 միլիոն պարգևավճար ստանալու, երբ որ երկրում այսպիսի աղետալի սոցիալական վիճակ է։ Ես ասեմ, որ ես ընդհանրացնում եմ սա, որտեղ սա այս դեպքը, սա եզակի դեպք չի, ուղղակի ամենացայտունն է, ինչու, որովհետև սա հենց քաղաքի սրտում էր, բոլորի աչքի առաջ, մեր բոլոր պաշտոնյաների աչքի առաջ, այս կինը, որ զանգեց ինձ, իրանց հիմնարկը գտնվում է Հին Նորքում։ Նա տեղն էլ չգիտեր, ես բացատրեցի նրան, թե ուր պետք է գան, ես իրանց դիմավորեցի, բացատրեցի, դիմավորեցի, եկան մեքենայով, այդ սոցիալական աշխատողը կարող եք ցույց տալ, ուրեմն շատ հոգատար ուղեկցեց, ուժասպառ եղած, այսինքն մահամերձ վիճակում, ես ասեմ, ինչու, որովհետև պատկերացրեք այդ դաժան 10 օր այդ ցրտի պայմաններում այդտեղ պարկած։ Ուրեմն մահամերձ վիճակում ուղեկցեց եւ մյուս նկարը, եթե կարելի է թերթեք, հա, մի քանի նկար են տրամադրել, մյուսը Այս արդեն խնամված վիճակում է։ Ահա, սա ինչ նկար է։ Սա էլ է այգին է, որը լուսավորել են, քաղաքապետարանը լուսավորել է եւ դժվար թե քաղաքապետարանը չիմանար, որ հենց այս լույսերի ուրեմն դիմաց, հենց այս լույսերի լուսավորության պայմաններում, այո, այդ լույսերի մեջ լույսերով ողողված այգին, հասկանում եք, եւ այդտեղ նկարիչները շաբաթ-կիրակի այդտեղ գալիս են, այս մարդը ինձ ասեց, Բալաջան, ինձ Սա վերնիսաժն է, հա։ Այո, վերնիսաժն է, Սարյանի արձանը այնտեղ է եւ շաբաթ-կիրակի Սփյուռքահայերից եկել են նկարներ են գնել, մոտեցել են իրան, ինքը ինձ պատմեց։ Վիգենը Մամիկոնյան ասել են, քեզ պալատկա կուղարկենք, որ դու գոնե ծածկի տակ լինես, գոնե չմրսես, պալատկայի մեջ վառարանի նման բան լինի, կարողանաս այդ նավթով տաքացնել, որ չսառես, բայց դա կտևի 10 օր։ Ես բնականաբար այդ մարդը մահամերձ էր արդեն։ Հասկանում եք ինչ վիճակում էր այդ ցրտահարության պայմաններում։ Եվ ես ասեմ, որ մեզանում, ես ինչ եմ ասում, սա եզակի դեպք չի, ես դիմում եմ կառավարության անդամներին, պատգամավորներին, լսեք դուք, ուրեմն 4 ամիս դեղատներում չկա կոպլավիքս, այսօր դա ամենաանհրաժեշտ դեղամիջոցն է, ինչու, որովհետև ստենդ դրած մարդիկ կան, հիվանդներ ստենդը շատ են դնում այդ գործողությունը Սրտի մասին է։ Այո, սրտի մասին բժիշկ հրայրի մեծ բժիշկ նրա ուրեմն դպրոցն է, որը գործում է եւ Հայաստանը հայտնի է հենց նրանով, որ այդ հիմքերը այդ վիրահատությունների ստենդավորման վիրահատությունների դրել է մեր հայրենակիցը մեր իսկ մայրաքաղաքում եւ պատկերացրեք, որ ամենապահանջված դեղը, որտեղ այդ ստենդավորումից հետո պետք է պարտադիր կերպով այդ դեղը ընդունեն կոպլավիքսը, որպեսզի արունը ջրիկանա, դա հատուկ միջոց է եւ բավականին թանկ։ Ուրեմն 4 ամիսը չկա։ 4 ամիս չկա, բոլոր դեղատներում չկա։ Ավանեսյան այդ բանը նախարարը գիտի դրան, իհարկե գիտի, ոնց կարող է չիմանա, բայց ինչ են անում, իսկ ինչու չկա, շատ պարզ պատճառով, պատրաստվում են թանկացնել։ Սա է պատճառը, միշտ, երբ որ մի բան կորում է, դրանից հետո թանկացում է, ուզում եք բան եւ այլ, այսինքն, այդ որ գրել են սոցիալական պետություն, դա ես դիմում եմ հայ հեղափոխական դաշնակցությանը, դուք սոցինտերնի անդամ կուսակցություն եք, լսեք, դուք միջազգայնականի սոցիալիստականի անդամ կազմակերպություն եք, բա եթե դուք սոցիալիստներ եք, դուք մի ժամանակ այդ շենքում ունեիք գրասենյակ, ձեր առաջի գրասենյակը բյուրոյի եւ այլն եղել է հենց այդ շենքում, բայց չգիտեիք դուք, կոմիտեություն չունեք, սկզբնական կազմակերպություն չունեք այդտեղ, կամ այդտեղ որ միտինգներ եք անում Ֆրանսիայի հրապարակում չեք տեսել այս մարդուն ստեղ պարկած,
Կամ որ գալիս եք սուրճ խմելու այդ բելետաժ, դուք եք գալի պրեստիժնիա։ Սարսափել մեր մարդիկ անպաշտպան են։ Ես կոչ եմ անում, որպեսզի մեր ինտերնետ հեռուստատեսություններ, որտեղ նրանց մասին չեմ խոսում, նրանք յական یا չկան, ավելի շատ դիգին կայանե սոցիալական թեմաներին անդրադառնան, որովհետև մեր ժողովրդի սոցիալական վիճակը ահավոր է։ Դա մոդայիկ չի սոցիալական հարցերից խոսելը, մեր խոսակցությունը դա եզակի էր։ Մոդայիկ չի, մոդայիկ աշխարհաքաղաքական տարբեր ինչ-որ բաների մասին խոսել, մեկ էլ տեսար գրանտ կստացար այդ բաների մասին խոսել, կամ ռուսներից, կամ արևմուտքից, եթե խոսում ես աշխարհաքաղաքական խնդիրներից, ահա վասիկ, որ ուրեմն Իլխամ Ալիևը այսօր Իրանում բաներ է կազմակերպում, իբր գործողություններ է կազմակերպում, նման կարգի բաների մասին խոսելը չնայած ըստ որում կոնսպիրոլոգիան, ամենատարածված ժանրն է մեր հեռուստատեսության, ցավոք սրտի, իսկ սոցիալական խնդիրների մասին ոչ ոք չի խոսում, այս մարդիկ կարծես ոչ ոքի պետք չեն։ Պարոն Հովհաննիսյան, բայց նրանք են, չէ՞ Մեկ վարքյան, ես ուզում եմ ինչի վրա ուշադրություն դարձնել։ Այս արձագանքը, այս պատմությունը ցույց տվեց, որ յուրաքանչյուրը կարող է իրավիճակ փոխել։ Փաստորեն ժողովուրդը եթե սկսում է ինքը իրեն օգնել, ինքը արձագանքել, դուք դիմում եք կառավարության, ասում եք դուք պարտավոր եք տեսնել։ Այո, դիմում եք ազգային ժողովի պատգամավորներին, ասում եք դուք պարտավոր եք տեսնել, որտեղ դուք ազգային ժողով եք, դուք ներկայացնում եք հանրությանը։ Այո, բայց այնտեղից ոնց որ թե արձագանք ոչ թե ոնց որ թե չեղավ, եղավ ներքևից, այսինքն ժողովուրդը իրար ասելով, իրար օգնելով, նշանակում է արդյոք, որ իսկապես յուրաքանչյուրը կարող է հավատալ իր ուժերին եւ փոքր գործից մինչև մեծ գործը միասին կարողանանք մենք այս խնդիրներից այս ճահճացած վիճակից դուրս գանք, թե ոչ, թե սա եզակի ինչ-որ մի հատ դեպք էր։ Տիկին Արաքելյան, դուք այնտեղ ընդհանրացրեցիք, այստեղ կարող ենք եւս ընդհանրացնել։ Նախ ասեմ ձեզ, որ ես այս խնդրի մասին բարձրաձայնել եմ ոչ թե մեկ անգամ եւ ձեզ մոտել եմ բարձրաձայնել ես անդրադարձել 5 տարի, որ այդ մարդը պարկած է, ես 5 տարի բարբերաբար անդրադարձել եմ։ Պարզապես այս անգամ այնպես ստացվեց, որ այս հաղորդումը ասեց այն մարդը, ով կարող էր դա ունի էջ Facebook-ում, մերոնց տուն այդ Չէ, բայց դուք ուրիշ հարց եք բարձրացնում, ես ժողովրդի ժողովուրդը ոնց իմանա ինչ միջոցներով հնարավոր է օգնել։ Ես օրինակ ինքս հայտնաբերեցի, որ տենց կազմակերպություն կա մերոնց տուն, որը ունի նաև Facebook-ում էջ, ես բաժանորդագրվեցի այդ էջին եւ այդ կազմակերպությունը ինձ տիկին անգինը տնորենը ով ինձ զանգահարեց պատմեց իրենց գործունեության մասին շատ դժվար է իրենց գործունեությունը հեշտ չի որովհետեւ մի օրինակ ուրեմն այս քաղաքապետարանը որոշում էր ընդունել որ այն տարեցներին ովքեր կանցնեն 100 ամյա շեմը 100 տարի եւ ավել, այսինքն դառնան բոլորի 100-ամյակը, նրանց կտրվի 1 միլիոն դրամ իրենց համար։ Այդ քաղաքապետարանը այդ որոշումը կայացրել էր։ Հիմա մի Արցախից ծեր կին, որը այդ մերոնց տուն ուրեմն բանում է, այդ խնամքի կենտրոնում է գտնվում եւ որը չունի ոչ ոք, այնպես չունի, այսինքն ծայրահեղ ծանր վիճակում է։ Այնտեղ գտնվում են նաև այն մարդիկ, ովքեր աշխատող զավակներ ունեն արտասահմանում, ովքեր գումար են ուղարկում եւ նրանց պահելու համար, բայց սա չունի, դիմել են քաղաքապետարան, որ այս կնոջ ուրեմն այս կնոջ 100-ամյակը լրացել է, 100 տարին լրացել է, դուք էլ որոշում ունեք, 1 միլիոն տալիս եք, այդ 1 միլիոնը տվեք, որ մենք այս կնոջը խնամենք։ Բարձր չէ, որ այդ կնոջ տվեք նրա համար, նրան հասնում է։ Ինչ է պատասխանել այդ քաղաքապետարանի չինովնիկներ։ Պետք է 5 տարի գրանցում ունենա Երևան քաղաքում, որ Երևանի քաղաքապետարանը տրամադրի։ Բայց նա Արցախից եկա։ Բայց նա Արցախից է, բախտական։
Հասկանում եք, ինչ դժվարությունների են բախվում, եւ իհարկե մեր օգնության կարիք ունեն, այսինքն չեն տրամադրելու այդ կնոջը։ Մենք օգնեցինք իրանց այդ հարցում, ինչու, որովհետեւ այ որ մենք բարձրաձայնում ենք դա, մենք դրանով օգնում ենք, բայց մեր օգնությունը կարող է տեղ հասցնել, եթե գոնե մի չինովնիկ գտնվի, որ խիղճ ունենա, մարդկային խիղճ ունենա, հասկանում եք, այսօր տեսեք, ինձ ոմանք մեղադրում էին, թե դու ինչ ես պաշտպանում Վարդան Ղուկասյանին, նա հայհոյանքներ է տալի, բա ես պարզ ասեմ ձեզ, ձեզ ասում եմ, այն պատգամավորները, որոնք բելետաժում սուրճ էին ըմպում, այդ ամառների, այդ ծառի հովի տակ, դիմացի, այդ տերասայի վրա ռեստորանի դիմաց եւ նայում էին ուրեմն Վիգեն Մամիկոնյանին, թե ինչպես է նա պարկած այնտեղ անօգնական վիճակում, չէր էլ կարող շարժվել, որտեղ էներգիա է կորցնում եւ ուրեմն ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք ձեր այդ պարգևավճարները չտանեք, չտակ այդ մարդկանց խնամքի համար, որտեղ այդ մարդիկ մեր հասարակության մեջ կան ձեր պատճառով։ Եթե դեր քաղաքականությունը ճիշտ լիներ, այս մարդիկ այսօրը չէին ընկնի։ Եթե դուք կազինոները փակեիք այն բանի փոխարեն, երբ դուք COVID-ի ժամանակ Գագիկ Ծառուկյանի մեծ հսկայական կազինոյի, որ ամենամեծ կազինոն է Հայաստանի երևի, նրա դիմումին համաձայն տրամադրեցիք կառավարության որոշում արեցիք, այդ ինչի չեք որոշում անում, որպեսզի քննարկեք այս դժբախտ մարդկանց վիճակը սոցիալական, այս աղքատների վիճակը։ Կառավարության նիստ գումարեցիք, որպեսզի օգնեք, նա դիմել էր կազինոյի վնասները COVID-ի պատճառով, վնասները փոխհատուցելու ուրեմն դիմումով եւ դուք բավարարեցիք այդ դիմումը։ Հիմա այս պարլամենտը երբևէ անդրադարձել է, դաշնակցությունը ունի այնտեղ ներկայացուցիչներ, երբևէ այս հարցերին անդրադարձել է, կոպլավիկ չկա, 4 ամիսա չկա, մարդիկ մեռնում են, ես կոնկրետ անուններ չեմ ուզում տամ, ովքեր մեռել են դրա պատճառով, վերջերս էլ իմ ընկերներից մեկը քաղաքական գործիչ, այդ կոպլավիկի բացակայության պատճառով, Արմեն Ավետիսյանը, այդ հասկանում եք, մեկը ձեզնից հարց չի բարձրացրել, այսօր դուք ինչա, դուք ստենդավորում չեք անցել, բոլորը այդքան առողջ եք ու առողջ կյանք ապրելակերպի կողմնակից, որ չեք հիվանդանում, բայց չգիտեք, որ որևէ մեկը եւ մյուս այդ տիպի սոցիալական հարցերը, սոցիալական խնդիրները, եւ հիմա ես դες խոստանում եմ, այդ տերասայում ով որ կոֆե է ամպել, տեսել է, չի արձագանքել, ես առանուն ձեր անունները տալու եմ։ Խայտարակ կլնեք ընտրություններից առաջ, գնացեք հրաժարվեք, ամոթա ձեր այդ պարգևավոր 3 միլիոն, գոնե 1/3 տարեք, այդ 1 միլիոնը, որ քաղաքապետարանը չի տվել այդ Արցախի տատիկին, այդ 1 միլիոնը գոնե այդ ձեր այդ ստացած 3 միլիոնից ամեն մեկը 1 միլիոն տարեք, այդ տեսակ տատիկներ ու պապիկներ շատ կան։ Հասկանում եք, իսկ Նիկոլ Փաշինյանի ես կասեմ հետևյալը, այս մարդը Վիգեն Մամիկոնյանը բարձրագույն կրթություն ունի, աշխարհ տեսած մարդը, բարձրագույն կրթության, գրագետ մարդ։ Դե գնացեք նրա համար աշխատանք գտեք, բա 5 տարի է պարկած այնտեղ չեք տեսնում, գնայիք սոցիալական ծառայություններ դուք պետք է ունենաք, տրամանադրության մեջ գրել եք, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է։ Այն դաշնակցությունը ապօրինաբար տեղ է զբաղացնում միջազգային սոցիալիստական միջազգայնականում, սոցինտերնում։ Սոցինտերնի անդամ է, սոցիալիստական կուսակցություն է, սոցիալական աղետ է երկրում։ Սրա մասին մտածում են, չէ, որովհետև դրա համար գրանտ չեն տալի այս հարցերը բարձրաձայնելու համար։ Եղբայր, գրանտ չեն տալի դրա համար։ Գրանտը տալիս են, եթե դու Ռուսաստանի դեմ ես խոսում, արևմուտքի կողմից կամ արևմուտքի դեմ ես խոսում Ռուսաստանի կողմից։ Այդ դրա համար գրանտ են տալի, իսկ սոցիալական հարցերի համար, սոցիալական խնդիրներ բարձրացնելու համար, այս ժողովրդի սոցիալական աղետի պայմաններում այս ժողովրդի բատից փուշանելու համար գրանտ չեն տալի։ Դրա համար դուք չեք խոսում դրա մասին։ Պարոն Հովհաննիսյան, գովազդենք հայտարարում եթերում, մի քանի վայրկյանից հետո մենք կվերադառնանք տաղավար, կշարունակենք զրույցը։ Գովազդի եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քաղաքագիտության դոկտոր պարոն Հմայակ Հովհաննիսյանի հետ։ Պարոն Հովհաննիսյան, դուք Վարդան Ղուկասյանի անունը շոշափեցիք, ինչու՞։ Ինչու, որովհետև մարդուն մեղադրում են, թե ինչու է հայհոյում, եւ իր կողմնակիցներից էլ ոմանք լինելով իրավապաշտպան եւ ուրեմն իրավունքի մասնագետներ ստիպված են արդարանալ այդ հարցով, ասելով, որ իրենք չեն ողջունում այդ հայհոյանքները, բայց ես ձեր հարցից օգտվելով ուզում եմ զգուշացնել այդ Բելետաշ ռեստորանում կոֆե ըմպողներին, այդ տեսարանի պատկերի ֆոնին, այդ մարդու։ Ես ուզում եմ իրանց զգուշացնեմ, որ եթե իրանց պարգևավճարներից չհրաժարվեն, չտանեն այդ նպատակի համար չօգտագործեն, թաղանձագին ներողություն խնդրելով, ասելով, որ սա տիկինանգին, սա ձեր դուք պիտի ստանայիք այդ պարգևատրությունը, որ այս մարդկանց խնամում եք, նայում եք, անում եք, որտեղ այս մարդկանց գոյությունը մեր գործունեության հետևանքն է, ուղղակի հետևանքն է։ Եթե դա չանեք, ես ձեզ գցելու եմ պատկերավոր ասած դոգի բերանը։ Եվ այն բոլոր հայհոյանքներին, որ նա դեր հաստեին կտա, դուք արժանի կգտնվեք, որովհետև ես բարձ ասում եմ, սա աղետ է, եւ սովորական բառերով այս աղետի մասին հնարավոր չի խոսել։ Ես ինքս ինձ զսպում եմ։
սովորական բառերով հնարավոր չի։ Բա ոնց չարտա այդպես։ Դե ձեզ հիմա կմեղադրենք, ասեն դուք ուրեմն արդարացնում եք Ես ինքս գիտեք, ես խորհրդարանում եղել եմ, այդպիսի բառեր օգտագործելը, որոնք իրականում ես ոչ մեկ անգամ ազգային ժողովի падգամավոր եղել եմ, որևէ մեկը ինձանից որևէ ոչ նորմատիվ լեքսիկոն չի լսել, երբեք։ Ոչ նորմավորված լեքսիկոն։ Բայց հիմա ասում եք այնքան աղաղակող է վիճակը, որ պետք է ոչ նորմատիվով խոսել։ Ուրեմն ես պարզ ասում եմ հետևյալը, որ դա ձևն է, ես այդ ձևը չեմ ընդունում, բայց բովանդակությունը Վարդան Ղուկասյանի, դոկ Վարդան Ղուկասյանի ասածների բովանդակությունը ես կիսում եմ նրա ցավը։ Հիմա այդ մարդը այդ ցավը այդպես է արտահայտում։ Այս մարդը Վիգեն Մարտիրոսյանը, Մամիկոնյանը, այո, Մամիկոնյան ազգանուն ունի, պատկերացնում եք ինչ ազգանուն։ Մտածում եի, ուր ենք հասել։ Այո, Մամիկոնյան ազգանունը։ Միայն ինչ ասում, Մամիկոնյանը պարկած այնտեղ եւ մի խոսքով, ինչ ասեմ, այս մարդը այդ վիճակում գտնվելով պարզ է, չէ, ասում Բытие определяет сознание, այսինքն կեցությունն է որոշում գիտակցությունը, հասկանալի է, որ 17 աստիճան ցրտի մեջ այս մարդը, որ կարողացել է դիմանա եւ գազան չդառնա, բանական մարդ է։ Իդեպ ես չուզեցի ցուցադրել այդ տեսանյութը, փոքրիկ տեսանյութ է տրամադրել մեզ, ուրեմն այդ խնամքի կենտրոնը մերոնց տուն, այո, առաջին հենց պահը, երբ որ այդ մարդուն բերեցին, նա սանրվում է արդեն կոկիկ հագնված, նրան ասում են, դե հիմա դու սանրվի վերջացրու, արի ընթրիկ, փոքրիկ, թեթև, ինչպես դու ես ասում, հա, թեթև ընթրիկ, այդ մարդը շատ համեստ խոսքեր, ասեց հա, թեթև, այսինքն ինքը սովի մեջ է եղել այս ընթացքում, բայց դուք ինչպես ասում եք, նա չի փոխվել, նա այդպես զուսպել, հիմա նրան փաստորեն կարող են ամեն տեսակի ուտելիք տալ, նա պետք է հիմա ագահորեն նետվեր, չէ, ուտելիքի վրա, բայց նա այդ զուսպ իր կեցվածքը կարողացել է պահպանել։ Ճիշտ ասած, ինձ դա ամենաշատը դա հուզեց եւ բացատրեց, թե ինչ մարդու հետ գործ ունենք։ Բարեսիրտ մարդիկ կային, հասարակ մարդիկ, Նա ասեց թեթև, հա, թեթև։ Արդեն գնացել են տեսության, ուրեմն Դավիթ անունով հարևաններից մեկը գնա, որ իրան նայում էր։ Մեր ժողովուրդը գտասիրտ է, մեր ժողովուրդ, մեր դաժան են մեր պաշտոնյաները, դաժանա մեր վերնախավը, սարսափելի դաժան, անողոք դաժան մեր ժողովրդի նկատմամբ։ Իսկ ժողովուրդը մեկը մյուս, նա սոված չի եղել, պարզապես այդ ցրտի պայմաններում, անշարժացած դաժան ցրտի պայմաններում նա չէր կարող շատ սնունդ ընդունել։ Մի խոսքով դուք ուզում եք ասել, որ այո, գիտակցությունը մարդու ուրեմն մեր ժողովուրդը ես քանիցս տեսել եմ իր կողքը հավաք, ես գիտեմ անուն առանուն այդ հարևաններից, որ այս տարիների ընթացքում այդ մարդուն եթե այդպես չլիներ նա վաղուց բայց ոչ մի ես հատուկ հետար ոչ մի պաշտոնյատար անձ, ոչ մի հոգևորական, ոչ մի բժիշկ, ոչ մի պետական սոցիալական ծառայության, թաղապետարանից որևէ մեկը, այդ թաղապետարանից կողքն է, ընդամենը 100 մետրի որևէ մեկը, սոցաշխատող, որևէ մեկը գա, բացի դրանից ես նորից եմ ասում, ինչի մասին է, դուք գիտեք ինչ է այդ շենքում, այդ շենքի բնակարանների մեկ ուրեմն երրորդը կեսը ես ասում մեր պատեզնից ընդամենը 3 ընտանիք 12-ից կեսից ավել 2/3-ը չի ապրում այնտեղ բնակարանները շքեղ ռեմոնտ արած դատարկ դե ինչու եք զարմանում չեն ասում որ այսինչ երկչուհին ունի 30 բնակարան այն մի դեպուտատը ունի 5 բնակարան Երևանում ես օրինակ քանիցս դեպուտատ եմ եղել ես իմ մորս մայրական տանն եմ ապրում ես իմ մայրական տանն եմ ուրիշ բնակարան ես չունեմ մայրական տունը Պարոն Վասյան մեզ արդեն քիչ ժամանակ է մնում ես չեմ ուզում որ մյուս ծայրահեղականության մեջ ընկնեն ասեն որ բոլորն են ոչ մեր ժողովրդի մեջ կան եւ
բայց իհարկե այդ դաժաններ ես նորից եմ ասում, այդ նկարը ցույց ենք տվել, ես էլ դիմել եմ ոչ թե այդ սոցիալական ծառայություններին, մասնավոր դա հաստատություններ են, հասկանում եք, դա պետական չի, այդ տիկին անգինը պետական չի, մասնավոր է, դա ժողովուրդն է օգնում, այդպես է պետք հասկանալ, դա պետությունը չի օգնում, բայց պետությունը քաղաքացու մասին հոգ պետք է տանի, մարդու մասին հոգ իր քաղաքականությամբ սոցիալական, լավ, այդքան շինթույլտվություններ է տալի Տիգրան Ավինյանը, շինթույլտվություններ, շենքեր են կառուցվում, լավ, այս մարդուն, որ կամ նման մարդկանց, դրանք ովքեր որ լրիվ ոչ ոք չունեն, չէ, բա հնարավոր չի այդ շինթույլտվությունը, որ տալիս ես, օրինակ մեր Բաքում դղյակա մեկը կառուցել, ուրեմն այդ Վազրիկ Սեկոյանը Երևան մոլի տնորենը դղյակա կառուցել 3 հարգանի այն նույն տեղում որտեղ բնակվում էին փախստականները Բաքվից 90 թվականից եկած այդ փոքրիկ տնակները կոմունիստները որոշել էին վերացնել որպես խաղահրապարակներ սարքեն Բաքում բայց հրաժարվեցին այդ ծրագրից որպես այդ փախստականները այդ Բաքվից փախստականները այդտեղ կան մտնեն ապրեն եւ իմ աչքի առաջ Ձոթի Անյան, փախստական, գրող, Բաքվից այդտեղ ապրում էր։ Ոչ ոք չուներ, մահացավ, ոնց արեց Երվան Զաքարյանը, դա սեփականաշնորհեց այս Վազրիկ Սեկոյանին, այդ Զորի Բալայանական մաֆիայի ուրեմն որոշմամբ։ Եվ հիմա այդտեղ դրյակ են կառուցել։ Այն նույն տեղում, որտեղ այս Վիգենը պետք է տեղ գտներ։ Պետք է ինչ-որ տանիք գտներ, որովհետև դա փախստականի տեղ էր։ Կոմունիստները այդ տեղը թողել էին։ Բայց եկեք տեսեք, այդ տեղի վրա էլ ձեռքցեցին, դղյակ կառուցեցին, հիմա հարց առաջանում, շինթույլտվությունը տվել ես դղյակ կառուցելա այդ օլիգարխ կոչեցյալ այդ անձնավորությունը, Վազրիկ Սեկոյան, դա բանը կառուցելա դղյակը, լավ, գոնե գիտես ընդեղ են անոթևանը պարկած, այդ մարդուն ասա, այդ մարդուն այդ ում որ տվել է շինթույլտվություն, ասա մի հատ անկյուն տուր, թող այս մարդը ապրի, քո այդ դղյակում, այդ է պայմանը Քեզ շինթույլտվության տալու պայմանը, բայց չէ, այդ դեպքում պիտի կաշառք չվերցներ այս շինթույլտվության դիմաց։ Հասկանում եք ինչ է կատարվում այս երկրում։ Այսինքն սոցիալական պետության գաղափարը այն է, որ պետությունը պարտավոր է հոգատար լինել իր քաղաքացիների նկատմամբ։ Սոցիալական նրանց խնդիրների մեջ խորամուղ լինել։ Բայց այս այն խորհրդարանն է, որը Տեսեք, մարդը դժբախտացել է, որտեղ տղան գնացել է, երիտասարդ է եղել, ուզեցել է ամուսնանա, փող չի ունեցել, գնացել է կազինոյում խաղա, մեկը ասել է կազինո։ Հիշ, գիտեք, այս մեր քաղաքում մի գրող կա, հայտնի, տենց մարդը Խաչիկ անունով։ Միշտ ինձ ասում էր, որ իր ապրուստը հոգալու համար գնում է կազինո։ Եվ պարծենում էր, որ անընդհատ կարող, ես միշտ զգուշացնում եմ, ես վերջերս տեսա սարսափելի բան, տարվել են տունը, բանը, տեղը եւ այլն։ Սա ցավը, այդ կազինոները դա ֆյորա է, այսինքն այնտեղ մարդկանց դա ավելի վատ բան է, քան նարկոմանիա, քան թմրամոլությունը։ Եվ պատկերացրեք, որ վերջերս այս խորհրդարանը, որը ստացավ պարգևավճարներ, մերժեց այն հարցը, որ այդ կազինոները փակվեն, վերանան, չլինեն այդ խաղատները, որտեղ սարսափելի է։ Ես Երևանի կենտրոնում եմ ապրում։ Ինչ է կատարվել նաև կենտրոնում իրավիճակը, գույքահարկը բարձրացրել են այն մտավորականությունը, որը մեր կենտրոնի համն ու հոտն է, մեր կենտրոնի դիմանկարն է, մեր կենտրոնի այցեքարտն է այդ մտավորականությունը։ Այդ մտավորականությունը իրանց բնակարանները վաճառում են, մասնավորապես մեր շենքում, օրինակ իմ ընտանիքը, իմ տատիկս գրող Արաքսը բնակարան էր ստացել, երբ որ ռեհաբիլիտացիա եղավ, այսինքն 37 թվականին աքսորված մեր մտավորականներին, իսկ պապս խորհրդային Հայաստանի խմբագիրներ, ուրեմն ռեհաբիլիտացիան տեղի ունեցավ այդ ձենհալի պայմաններում, Խրուշչովյան ելույթից հետո անհատի պաշտամունքը եւ ռեպրեսիաները մերկացնող ելույթից հետո, ուրեմն Քոչինյանի որոշմամբ այդ բնակարանը տրվել է մեր ընտանիքին, այսինքն ես այն ժամանակ դեռ չէի ծնվել։ Կարևոր իրեն կարողացել պահել դա։ Այդպիսի մարդիկ այդ շենքում ապրում են, հետո իրենց աքսորում են եւ բնակարանները խլում են, դա ուրիշ թեմա էր։ Լավ։ Այո, ճիշտ է։ Բնակարանները, այո, շատ ճիշտ։ Մեզանից շենքում
եւ 49 թվականին, երբ որ մի խոսքով լավ չեմ այո, եւ ամբողջ գույքդ կորցնում ես եւ պատկերացրեք այդ մտավորականությունը 2/3-ը այդ շենքի բնակիչների 2/3 ստիպված ա եղել բնակարանները վաճառել։ Նու պատկերացրեք, երբ որ գույքահարկը բարձրացրեցին, այդ մարդկանց թիվը էլի ավելանալու եւ ընդհանրապես այդ շենքում մնալու են միայն մարդիկ, ովքեր կունենան 5, 6, 7 բնակարաններ շերքում, դռները փակ, ոչ ոք չի ապրում։ Պարոն Հովհաննիսյան, ավարտում ենք։ Այ հիմա եզրափակիչ բանը, որ ես կուզենայի ասել։ Հիմա սիրելի հայրենակիցներ, դուք հասկացաք, ինչու մենք պարտվեցինք 44 օրյա պատերազմի ընթացքում։ Դուք հասկացաք ինչու 2020 թվականին այլ մթնոլորտ էր տիրում Երևանյան փողոցներում, քան այն մթնոլորտն էր, որը տիրում էր Երևանում 1988 թվականից հետո 90-ական թվականներին։ Լրիվ այլ մթնոլորտ էր տիրում այն ժամանակ Երևանյան փողոցներում, որովհետև այդ մեկ բռունցք, մեկ ազգի զգացողությունը գալիս է նրանից, երբ որ կա թեկուզ հարաբերական սոցիալական հավասարություն։ Այսինքն, երբ որ մարդիկ են մինիմալ կյանքի միջոցներով հավասարապես ապահովված են, մինիմալ կյանքի միջոցներով, հասկանում եք, մինիմալ ապրուստի միջոցներով, այսինքն տանիք գլխի վերևում, թեկուզ ինչ-որ թեկուզ մի անկյուն, բայց կա այդ հավասարությունը, դրանում եթե հավասարություն չկա, 1988 թվականին այդ հավասարությունը կար, այդ հավասարությունը կար, մեկը մի քիչ լավ էր ապրում, մյուսը մի քիչ վատ, բայց փողոցում պարկած մարդիկ, սարչող, մեռնող մարդիկ չկային, այդպիսի բան չկար, հասկանում եք, դրա համար մենք հաղթեցինք, դրա համար ստեղծվեցին ջոկատներ, դրա համար Երևանը այդ օրերին, երբ որ սկսվել էր Ղարաբաղյան շարժումը, երբ որ ուրեմն այդ նույն Բաքվի ջարդերից հետո իսկ հիմա ջարդ չեղավ, ինչ մթնոլորտ էր նույն Սումգայիթից հետո, Բաքվի ջարդերից հետո Երևանի փողոցներում, Երևան քաղաքում, Երևանի կենտրոնում, այն ժամանակ եւ ինչ մթնոլորտ էր հիմա, երբ որ Արցախը ընդհանրապես դատարկվեց, հայաթափվեց։ Մեկ օրվա մեջ 200 զոհ եղավ մեկ օրվա մեջ այդ ընթացքում, երբ որ Արցախը դատարկվեց, մեկ օրվա մեջ։ Ոչ մի նման բան, մթնոլորտների տարբերություն, ես որպես, այսպես ասած, այս ճանապարհը անցած ուսանողական տարիներից քաղաքականության մեջ մի անձնավորություն, ես սրա ականատեսն եմ, այդ վիթխարի տարբերությունը դրանով է պայմանավորված, մեծագույն տարբերությունը, այն մթնոլորտի միջև, որը 90-ական թվականներին էր, առաջի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Երևանում, Երևանի կենտրոնում եւ այն մթնոլորտի մեջ, որը այս 44 օրյա չարաբաստիկ ուրեմն ողբերգության օրերին եւ Արցախի հայաթափման օրերին է Երևանյան փողոցներում, ինչով է դա պայմանավորված, այն ժամանակ հիշում եք մարդիկ ուրեմն ճաշ էին եփում, դոլմա էին բաժանում, ուրեմն մեկը մյուսին սատարում էին, ջոգատներ էին ստեղծում, քանի ջոգատ գնաց 44 օրյա պատերազմի ժամանակ։ Հիշում եք, մեր անվանումները Տիկին Գայանը հիշում ենք, չէ՞, Արաբո, Տիգրան Մեծ, Նիկոլ Դուման, ջոգատներ, որ այն ժամանակ ժողովուրդը ինքն ստեղծում էր, հիմա ժողովուրդը իրան խորթ ազգում այս ամենի, այս քաղաքական պրոցեսներից խորթ ազգում։ Հիմա վաղ ընտրությունների կգնա, թե չի գնա, մեծ հարցական է, մենք կարող հայտարարակ վիճակում հայտնվենք, այդ ընտրություններին շատ քիչ մարդ մասնակցի, եթե սենց շարունակվի։ Այդ տեսեք, մենք արդեն անցում ենք կատարում քաղաքականությանը, ինչու, որովհետև մարդը քաղաքական կենդանի է, ինչպես Արիստոտելն է ասել։ Եվ մեր բոլոր պրոբլեմների, մեր բոլոր ցավերի ակունքները քաղաքական են։
Անհուանսյան ցավում եմ հաղորդման եթերը ժամը մեր ավարտվեց, թեման բարձեցիք, ես կարծում եմ այս թեմայով մենք կշարունակենք զրույցը, որովհետև ես մեկ հաղորդում էլ ուզում եմ նվիրել, այո, այդ մթնոլորտին, նախընտրական մթնոլորտին, հոգեվիճակից դուք խոսեցիք, գուցեև այդպիսի ոչ թե քաղաքական լինի մեր զրույցը քաղաքական ուժերի մասին, սովորաբար մենք այդ թեմայով ենք միշտ խոսում, այլ այո, ինչպիսի մթնոլորտ է Հայաստանում մինչ ընտրությունները, եթե կարելի է այս սրանով մենք ավարտենք այսօր, պարոն Հովհաննիսյան, Այո, ես շատ շնորհակալ եմ, եւ որ ահազանգեցիք, եւ որ ուղեկցեցիք, եւ շատ շնորհակալություն մերոնց տուն այդ խնամքի կենտրոնին, եւ շատ շնորհակալություն ես բոլոր ձեզ շատ շնորհակալություն, որ դուք հնարավորություն ընձեռեցիք Դե դա մեր աշխատանքն է, շատ հարցեր այսօր սկսել են լուծվել, ես ձեզ ասեմ, ընդհատեմ ձեզ կներեք, Մարին Պետրոսյան մեր մյուս հաղորդավարը եւս սոցիալական հարցերին շատ է անդրադառնում, մասնավորապես դիաբետով, այս վերջին շրջանում դիաբետով հիվանդ երեխաների հարցներ, շատ սուր էր էլի, խնդիրներ կային։ Պատկերացրեք, որ արձագանքում են պատկան մարմինները եւ հարցերը լուծվում են։ Բառացիորեն այսօր առավոտյան մենք ունեցանք այդպիսի հեռախոսազանգ։ Ինչը ուրախացնում է։ Դրա համար եմ ասում, մեզանից էլ է շատ բան կախված, յուրաքանչյուրից է շատ բան կախված, այն հուսահատությունը, որ այսպես տիրում է քաղաքական տիրույթում, այսպես ասած, սոցիալականում գուցե մեր ձեռքն է, ժողովրդի ձեռքին շատ բան կա։ Եվ քաղաքական կուսակցություններից ես որպես քաղաքագետների միության նախագահ, որպես քաղաքագետ, ասեմ, քաղաքական կուսակցություններից շատ բան է կախված, չի կարելի հանդուրժել այն իրավիճակը, որ միայն դոկ կուսակցությունն է Վարդան Ղուկասյանը ինքն էլ դրսում գտնվելով խոսում սոցիալական խնդիրների մասին, մարդկանց մատից փուշ անում, մարդկանց մատից փուշ պետք է անեն այն մարդիկ, ովքեր առաջի հերթին, ովքեր համարում են, որ իրենք ընտրված են ժողովրդի կողմից եւ հետեւապես օժտված են որոշակի եւ լիազորություններով եւ պարտավորություններով։ Առաջի հերթին սա է։ Շնորհակալ եմ։ Եթե մենք ունենք պետություն, որպեսզի մարդկանց մոտ ամրապնդվի այն պատրաստակամությունը մինչև արյան վերջի կաթիլը պաշտպանել այդ պետությունը պետք է հոգ տանի յուրաքանչյուր մարդու համար, այն ժամանակ մենք պատերազմներում չենք պարտվի։ Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Հմայակ Հովհաննիսյանն էր մեր զրուցակիցը, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ եւ քաղաքական գիտությունների դոկտոր, զրուցվարում էր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։